Այսօրվա պատգամը վերնագրել եմ այսպես. Գուբից դեպի գահը։ Մենք կարդալու ենք Աստվածաշնչից, կարդալու ենք Հովսեփի պատմությունից, Ծննդոց 37-րդ գլուխ 5-րդ խոսքից գրված է։ Եթե ունեք Աստվածաշնչեր, կարող եք հետևել ինձ հետ միասին։ Ծննդոց 37-րդ գլուխ 5-րդ խոսք։ Հովսեփը մի երազ տեսավ եւ իր եղբայրներին պատմեց եւ նրանք ավելի ատեցին նրան։ Եվ ասաց նրանց. խնդրում եմ ականջ դրեք իմ այս երազին, ահա մենք դաշտում խրձեր էինք կապում եւ ահա իմ խուրձը վեր կացավ եւ ուղիղ կանգնեց։ Եվ ահա ձեր խրձերը նրա շուրջ կանգնեցին ու իմ խրձին երկրպագեցին։ Եվ նրա եղբայրներն ասեցին նրան. իսկապես թագավորելու ես մեզ վրա եւ իսկապես իշխելու ես մեզ վրա։ Եվ նրա երազների համար ավելի ատեցին նրան։ Եվ մի ուրիշ երազ էլ տեսավ, ու իր եղբայրներին պատմեց այն ու ասաց. ահա մի երազ էլ տեսա։ Եվ ահա արեգակը, լուսինը եւ 11 աստղերը ինձ երկրպագում էին։ Եվ իր հորն ու եղբայրներին պատմեց եւ հայրը հանդիմանեց նրան։ Այս ինչ երազ է, որ տեսել ես։ Միթե ես եւ քո մայրը եւ քո եղբայրները իսկապես գալու ենք, որ մինչև գետին քո առաջ խոնարհվենք։ Եվ եղբայրները նախանձեցին նրան, բայց հայրը մտքում պահեց այս խոսքը։ Ես այսօր ուզում եմ խոսել տեսիլքի մասին։ Գիտեք, որպես քրիստոնյա, որպես հավատացյալ, որպես եկեղեցի, մենք կարիք ունենք տեսիլքի։ Աստվածաշունչն ասում է, որ առանց տեսիլք իմ ժողովուրդը ինչ է լինում։ Կործանվում է։ Երբեմն ուրիշ թարգմանության մեջ ասվում է առանց խոսք, առանց մարգարեության, բայց դա նույն տեսիլքն է։ Մի բան, որ կապված է ապագայի հետ, մի ուղղորդում, որ Աստված դնում է մարդու սրտում, որպեսզի տա ապագայի հետ կապված ինչ որ բան, ինչ որ նախախնամություն, որ կա Աստծո սրտում։ Բայց երբ Աստված տեսիլք է տալիս մեզ, երբ Աստված քեզ տալիս է տեսիլք, դա չի վերաբերում միայն նրան, ինչ դու տեսնում ես։ Դա վերաբերում է նաև նրան, թե ով ես դու, որովհետև տեսիլքը, որ Աստված տալիս է քեզ չի պատկանում։ Տեսիլքը պատկանում է Աստծուն։ Տեսիլքի Տերն Աստված է։ Եվ երբ Աստված տեսիլք է արձակում իմ կամ քո կյանքի մեջ, սա ավելի շատ վերաբերում է, թե ով ենք մենք այդ տեսիլքի մեջ, քան թե այն, ինչ մենք տեսնում ենք։ Երբեմն, երբ Աստված մեզ տեսիլք է տալիս, մենք մտածում ենք, որ տեսիլքը մեզ համար է։ Աստված ինչ որ բան ուզում է անել մեր կյանքում, սակայն տեսիլքը Աստված ոչ թե անում է քեզ համար, այլ անում է քո միջոցով։ Եվ տեսիլքն այն չէ, թե Աստված ինչ է պատրաստվում անել։ Տեսիլքը այն է, ինչ Աստված արդեն արել է եւ պատրաստվում է քեզ բերել ու հասցնել այդտեղ։ Աստված կարիք չունի նոր ինչ որ բան անելու, Աստված ամեն բան արել է, Աստված ամեն բան ծրագրել է, բայց դու կարիք ունես հասնելու այնտեղ։ Հովսեփի պատմության մեջ նկատում ենք, որ երբ Աստված Հովսեփին տվեց այս տեսիլքը, այս երազը, ինչ տեղի ունեցավ առաջինը, մեծ հիացմունք։ Եվ ամենաշատը, ում Հովսեփը տեսնում էր այդ երազի մեջ, ով էր։ Ինքը։ Վազեց ու պատմեց եղբայրներին. լսեք իմ երազը, լսեք Աստված ինձ ինչ տեսիլք է տվել։ Եվ եղբայրները դարձան Հովսեփի ամենամեծ խնդիրը։ Բայց եթե եղբայրները դառնում են քեզ համար խնդիր, երբ Աստված քեզ տեսիլք է տալիս, դա չի նշանակում, որ դու ունես իրավունք խնդիր դառնալու եղբայրների համար։ Որովհետև Աստված տեսիլքը տվել է քեզ հենց այդ նույն եղբայրների համար։ Տեսիլքը ծնվում է Աստծուց։ Աստված է մարդու սրտում դնում տեսիլք։ Մարդն ինքն իրեն չի կարող տեսիլք հորինել իր համար։ Ժամանակակից մի տարածված տենդենց կա քրիստոնեության մեջ։ Աստված ինձ ասեց։ Լսել եք, կամ գուցե ասել եք։ Աստված ինձ ասաց։ Աստված ինձ ասաց, որ սա պիտի անեմ, Աստված ինձ ասաց, որ նա պիտի անեմ։ Մի եկեղեցու անդամ մոտենում է իր հովին եւ լացակումած,
ասում է թանկագին հովիվ, ես չեմ ուզում, բայց եթե Աստված ուզում է, ես կգնամ Աֆրիկա։ Ես չեմ ուզում գնամ Աֆրիկա, բայց եթե Աստված շատ է կամենում, ես կգնամ Աֆրիկա։ Ես իմ կյանքը կդնեմ եւ կգնամ Աֆրիկա, թեև ես չեմ ուզում։ Հովիվը կամաց թփացնում է ուսին, ասում է՝ լսի, եղբայր, հանգստացիր։ Աստված քեզ չի ուղարկում Աֆրիկա։ Հանգստացիր։ Տեսիլքը ծնվում է Աստծուց կոնկրետ նպատակի համար։ Աստված տեսիլք չի տալիս ինչ-որ մեկին, որպես անհատ իր կյանքի մեջ ինչ-որ փոփոխություն բերելու համար։ Տեսիլքն առաջին հերթին ծնվում է մի անհատի ներսում, որը գտնվում է Աստծո տան մեջ, որը Աստծո Քրիստոսի մարմնի մի մասնիկն է հանդիսանում։ Եվ այդ տեսիլքը ծառայում է Քրիստոսի մարմնին, այդ տեսիլքը ծառայում է եղբայրներին եւ քույրերին, ոչ թե քո անձնական կարիքների համար։ Երբ Աստված տեսիլք է արձակում մեզ, տեսիլքը կարիք ունի փորձվելու, տեսիլքը կարիք ունի հաստատվելու։ Առաջին հերթին, երբ Աստված արձակում է տեսիլք իմ եւ քո կյանքում, մենք կարիք ունենք փորձելու դա Աստծո խոսքով։ Եթե ինչ որ բան հակասում է այստեղ գրված խոսքին, եւ դու ասում ես, որ Աստված ասեց, մենք կարող ենք դա կասկածի տակ դնել։ Եվ դու պիտի դա կասկածի տակ դնես, որովհետև Աստված երբեք չի ասի ոչինչ հակառակ իր գրված խոսքին։ Մի քարոզիչ ասում էր. սա հին ավետարան է։ Սա արդեն հին ավետարան է։ Ես եմ ժամանակի կենթանի ավետարանը։ Մենք պիտի լինենք ավետարանը։ Սա արդեն հին ավետարան է։ Զարմանալի է։ Եթե այս ավետարանը հնացել է հիմա, ինչով այս եղբայրը վստահ, որ վաղը ինքը չի հնանալու։ Աստծո գրված խոսքին հակառակ ոչ մի տեսիլք Աստված չի արձակել քո կյանքում։ Տեսիլքը կարիք ունի փորձվելու։ Տեսիլքը կարիք ունի հաստատվելու նաև որոշ մարդկանց կողմից, ում Աստված է կարգել քո կյանքում։ Տեսիլքը պարտադիր չի, որ հաստատվի բոլոր եղբայրների կողմից։ Հակառակը, երբեմն տեսիլքը կարող է չհաստատվել եղբայրների կողմից։ Երբեմն եղբայրները կարող են հակառակ գնալ տեսիլքին, բայց կան մարդիկ կամ գուցե մարդ, ով կօգնի քեզ հաստատել քո տեսիլքը։ Ծննդոց գրքում, երբ կարդացինք Հովսեփի մասին, նկատեցիք, որ ասաց եղբայրները ատեցին Հովսեփին էլ ավելի, բայց հայրը պահեց իր սրտում։ Հայրն է, իսկ հայրը կարող է լինի նաև քո եկեղեցու հովիվը։ Մարդ, ով հայրություն է անում քեզ համար, քո հոգևոր հայրը, որովհետև ուշադրություն դարձրեք Աստվածաշնչում, երբ Հովսեփի մասին խոսվում է, կա տարանջատում, կա երկնային հայրը, որ արձակեց տեսիլքը, բայց կար երկնային հայրը, որը պահեց իր սրտում այդ տեսիլքը։ Երբեմն կարիք կա, որ դու քո տեսիլքի մասին պատմես ոչ թե բոլորին, այլ այն մարդուն, ով հոգևոր ազդեցություն ունի քո կյանքում, ով սրտացավություն ունի քեզ համար, ով աղոթում է քեզ համար, ով պատրաստ է օգնել քեզ, ով պատրաստ է աջակցել քեզ։ Միշտ չի, որ այդ մարդիկ շատ են լինում։ Դա կարող է լինի մի մարդ, դա կարող է լինի քո հովիվը, եւ շատ կարեւոր է, որ քո հովիվը իմանա քո տեսիլքի մասին։ Դրա համար ես կարծում եմ, որ երբ խոսում ենք տեսիլքի մասին, երբ Աստված մեզ տեսիլք է տալիս, պետք չի առաջինը վազել ու պատմել քույրերին ու եղբայրներին։ Պատմիր քո հովին քո տեսիլքի մասին։ Մի թաքցրու հովից քո տեսիլքը։ Բայց երբ տեսիլքը հաստատված է, երբ իրապես Աստված քո սրտում արձակել է տեսիլք, ինչ է տեղի ունենում։ Սկսվում է մի ճանապարհ Աստծո մեջ, որը այնքան էլ դուրեկան չի, այնքան էլ հաճելի չի։ Ծննդոց 37-րդ գլխի 23-ից 25-րդ համարներում մենք Հովսեփի պատմության մեջ ենք, մենք դիտարկում ենք Հովսեփի պատմությունը։
Եվ եղավ հենց որ Հովսեփն իր եղբայրների մոտ եկավ, մերկացրին Հովսեփին իր պատմուճանից, այսինքն նրա վրայի բազմագույն պատմուճանից, եւ առան նրան ու հորը գցեցին, հորը դատարկ էր, մեջը ջուր չկար։ Ապա նստեցին հաց ուտելու։ Ես ապշում եմ ինչպես կարելի է նստել եւ հաց ուտել հանգիստ, երբ ձեր փոքր եղբայրը գտնվում է գուբի մեջ քաղցած ու ծարավ։ Ինչպես կարելի է նստել ու հանգիստ հաց ուտել։ Բայց սա տեսիլքի մի մասն էր։ Ճամփորդությունը սկսվել է։ Սա տեսիլքի մի մասն էր, որովհետև ոչ Հովսեփը, ոչ նույնիսկ եղբայրները պատկերացում չունեին, որ մեկ օր այդ նույն եղբայրները այդ նույն հացի համար գալու էին Հովսեփի դուռը, ընկնելու էին Հովսեփի առաջ ծնկի ու խնդրելու էին, որ իրենց հաց տար։ Դրա մասին չգիտեր Հովսեփը, դրա մասին չգիտեին եղբայրները։ Գիտեք, այդ ժամանակ, երբ դու հայտնվում ես գուբի մեջ, սա տեսիլքի առաջին փուլն է։ Երբ դու արդեն առել ես տեսիլքը, հասցրել ես ցնծալ, պատմել բոլորին, սկսվում է առաջին փուլը։ Դու հայտնվում ես գուբի մեջ։ Եվ երբ դու արդեն հայտնվել ես գուբի մեջ, մի հարց է քեզ մոտ առաջանում։ Ով կաջակցի իմ տեսիլքին։ Ով կօգնի իմ տեսիլքին։ Ով ինձ օգնության ձեռք կմեկնի։ Եղբայրները, ումից ես սպասում էի օգնություն, ինձ նախանձեցին, ես հայտնվեցի գուբի մեջ։ Ով կօգնի իմ տեսիլքին։ Եվ սա ամենասխալ հարցն է, որ հնչում է այդ ժամանակ մեր շուրթերից։ Որովհետև երբ դու ասում ես ով կաջակցի իմ տեսիլքին, սա արդեն այն պահն է, երբ դու մտածում ես, որ տեսիլքը քոնն է։ Այս պահից սկսած հավատացյալը մոռանում է, թե ով էր տեսիլքի հեղինակը, ով էր այդ տեսիլքը տվել, ինչու էր այդ տեսիլքը տվել։ Եվ երբ որ Աստված քեզ տեսիլք է տալիս, սկզբում միակը, ում դու տեսնում ես այդ տեսիլքի մեջ, դա ով է։ Դու ես։ Դու միայն քեզ ես տեսնում։ Ծննդոց 37-րդ գլխի 5-րդ խոսքում երբ կարդում էինք, տեսեք Հովսեփն ինչ է ասում։ Հովսեփը երազ տեսավ, եղբայրներին պատմեց, նրանք ավելի ատեցին նրան եւ նրանց ասեց. Խնդրում եմ ականջ դրեք իմ այս երազին։ Ահա մենք դաշտում խրձեր էինք կապում, եւ ահա իմ խուրձը վեր կացավ, ուղիղ կանգնեց, եւ ահա ձեր խրձերը նրա շուրջը կանգնեցին եւ իմ խրձին երկրպագություն արեցին։ Սա է սպային ամենն էր, ինչ Հովսեփը տեսնում էր։ Նկատեցիք, որ այդ երազում ընկալման մեջ Հովսեփի պտտվում էր միայն իմ խուրձը, ես եւ իմ խուրձը։ Եվ մի ուրիշ երազ էլ տեսավ ու եղբայրներին պատմեց այն։ Ահա մի երազ էլ տեսա եւ ահա արեգակը լուսինը եւ 11 աստղերը ինձ երկրպագում էին։ Երբ Աստված տեսիլք է արձակում, հաճախ մեզ թվում է, որ Աստված պատրաստվում է զորավոր բաներ անել մեզ համար։ Սակայն երբ տեսիլքի քննությունն ավարտվում է, դու հասկանում ես, որ Աստված իրապես պատրաստվում էր զորավոր բաներ անել, բայց ոչ թե քեզ համար, այլ քո միջոցով։ Հրաշալի է, երբ Աստված ինչ-որ մեկի կյանքում ինչ-որ բան է անում։ Մենք լսում էինք հրաշալի վկայություններ այսօր, թե Աստված ինչպիսի հրաշքներ է արել։ Ես ուրախ եմ դրա համար եւ մենք բոլորս ենք ուրախանում։ Մենք Աստծուն փառք ենք տալիս նրա համար, ինչ Աստված անում է մեր կյանքում։ Բայց վստահ եմ, որ առավել հետաքրքրված է Աստված, թե ինչն է կանի մեր միջոցով։ Ուրախալի է, երբ Աստված ինչ-որ մեկին օգտագործում է քեզ օրհնելու համար, բայց ավելի ուրախալի է, երբ Աստված քեզ է օգտագործում ինչ-որ մեկին օրհնելու համար։ Մեր վկայություններն այսօր շատ են փոխվել, եթե նկատել եք։ Հրաշալի վկայություններ կան, թե Աստված ինչ արեց մեր կյանքում, Աստված ինձ տվեց սա, Աստված ինձ տվեց նա, Աստված ինձ օրհնեց այս տունը, Աստված ինձ օրհնեց այս մեքենան, տվեց ինձ այս պաշտոնը։ Մենք դրա համար ուրախանում ենք, մենք ցնծում ենք, մենք Աստծուն գոհանում ենք, երբ որ լսում ենք այդ վկայությունները եւ ասում ենք այո եւ ամեն այդ վկայություններին։ Բայց նկատել եք վկայությունները
Գործք առաքելոց գրքում, Աստվածաշնչում կամ գոնե մի քանի 100 տարի առաջ քրիստոնեության պատմության մեջ, երբ որ կարդում եք Աստծո մարդկանց կյանքը, տեսնում եք, թե ինչպիսի վկայություններ էին տալիս։ Ինչպես Աստված ինձ օգտագործեց մյուսին օրհնելու համար, ինչպես Աստված հրաշքով ինչ-որ մեկին տարավ միտեղ, որ իր կյանքը դրեց ավետարանի համար, ինչ-որ մեկը գնաց աղոթեց մեկի համար, Տերը բժշկություն բերեց, նրանց վկայությունները կարծես տարբեր էին։ Նրանք այլ վկայություններ ունեին։ Ինչպես ասեցինք, տեսիլքի սկզբում Հովսեփը ամեն բանի մեջ տեսնում էր միայն իրեն։ Իր տեսիլքի կենտրոնում միայն ինքն էր, իր անձը։ Այսինչ հրաշալի բան է, այսինչ զարմանալի բան է Աստված պատրաստվում անել իմ կյանքում։ Մենք կարդացինք, թե ինչ էր ասում Հովսեփը, բայց տեսեք, երբ տեսիլքն արդեն կատարված էր, երբ ամբողջ քննությունն արդեն Հովսեփը անցել էր եւ տեսիլքը կարծես ամբողջացել էր, տեսեք, թե ինչ է ասում Հովսեփը նույն եղբայրներին։ Ծննդոց 45-րդ գլուխ 4-րդ խոսք։ Եվ Հովսեփն ասեց իր եղբայրներին. ինձ մոտեցեք, խնդրում եմ։ Նրանք էլ մոտ եկան եւ ասաց. ես ձեր եղբայրը Հովսեփն եմ, որին ծախեցիք Եգիպտոս։ Այս փաստը չէր մոռացել Հովսեփը։ Եվ հիմա մի վշտացեք ու մի նեղ սրտեք, որ ինձ ծախեցիք այստեղ, որովհետև Աստված, ուշադրություն դարձրեցիք, առաջին անգամ հնչեց տեսիլքի մեջ Աստված բառը, որովհետև Աստված կյանք փրկելու համար ինձ այստեղ է ուղարկել ձեզանից առաջ, որովհետև երկրի վրա սովի երկրորդ տարին է հիմա եւ դեռ 5 տարի կա ու վարուցանք ու հունձք չի լինելու, եւ Աստված ինձ ձեզնից առաջ ուղարկեց, որ երկրի վրա ձեզ համար սերունդ պահի եւ ձեր կյանքերը փրկի մեծ ազատագրությունով։ Եվ արդ ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ Աստված եւ ինձ փարավոնին հայր եւ նրա ամբողջ տանը տեր եւ ամբողջ Եգիպտոս երկրին կառավարիչ կարգեց։ Սա նույն մարդն էր, ով ստացել էր տեսիլքը եւ ասում էր. ձեր խրձերը երկրպագում էին իմ խրձին, արեգակը եւ 11 աստղերը ինձ էին երկրպագում։ Եվ հիմա նույն մարդը արդեն 20 տարի անց, երբ ավարտվել էր տեսիլքը ամբողջացել էր, ինչ է ասում։ Ձեզ համար, սա դուք չարեցիք, սա Աստված արեց ձեզ համար, որպեսզի սերունդ պահի։ Տեսիլքի սկզբում նա կենտրոնացած էր իր վրա։ Մի եղբայր վկայում էր ու ասում էր, որ ինչ որ մի ժամանակ երկինքում է հայտնվել եւ Հիսուսի առջեւ անմիջապես կանգնել ու Հիսուսի ներկայության մեջ զգում էր իրան շատ կարևոր մեկը, շատ յուրահատուկ մեկը, եւ ամբողջ երկինքը ծափահարում էր նրան։ Թանկագին եղբայր, ես մտածում եմ դու պետքա վերանայես քո տեսիլքը եւ հետ գնաս այնտեղ ու հասկանաս դու արդյոք երկնքում էիր։ Որովհետև Հիսուսի ներկայության մեջ մեզ Հիսուսի ոտքերի առաջ ընկնելու եւ նրա ոտքերից համբուրելուց բացի ուրիշ ոչինչ հնարավոր չի սпасել։ Հիսուսի ներկայության մեջ մենք ոչ թե մեզ յուրահատուկ մեկն ենք զգում, Հիսուսի ներկայության մեջ իրապես գտնվելը դա նշանակում է առերեսվել Հիսուսի բացարձակ սրբությանն ու կատարելությանը, որի մեջ մենք միայն կարող ենք տեսնել, թե որքան փոքր ենք մենք, եւ ընկնել ու նրա ոտքերը համբուրել, այն էլ եթե նա արժանի համարի։ Ով արեց այս ամենը Հովսեփի կյանքում։ Ով տվեց տեսիլքը Հովսեփի կյանքում։ Աստված։ Եթե Աստված տվեց տեսիլքը, եթե Աստված է այդ տեսիլքը դրել քո սրտում, ապա ինչու ենք ճանապարհի կեսից մենք օգնականներ փնտրում, որ այդ տեսիլքը իրականացնենք։ Եթե Աստված է բերում այդ օգնականներին, Տերը գիտի ժամանակը, բայց մինչ Տերը կավարտի իրականացնի տեսիլքը, Տերը դեռ գործ ունի քո սրտի հետ, իմ սրտի հետ։ Աստված դեռ անցկացնելու է մեզ մի ճանապարհով, որը կոչվում է մենակություն, մերժվածություն,
դատարկություն, գիտեք դա ինչ ճանապարհ է մեկ բառով ասած, խոնարհություն։ Աստված երբեք չի պատրաստվում տեսիլք իրականացնել մեկի կյանքում, ով չի անցնում խոնարհության ճանապարհով, ով չի պատրաստվում խոնարհվել, Աստված չի պատրաստվում գործել։ Երբեմն մենք տեսիլք առնելիս, երբ ասում ենք Աստված մեզ տեսիլք է տվել, կարող ենք շատ ինքնաբավ լինել։ Մտածել, որ մենք ինքներս ամեն բան շատ լավ հասկանում ենք եւ ինքներս կարող ենք սա անել։ Մենք կարիք չունենք, որ ինչ-որ մեկը բացատրի։ Մենք կարիք չունենք քննելու, մենք վստահ ենք, որ Աստված է ինձ ասել։ Ես այնքան հաճախ եմ լսել այդ արտահայտությունը, ես զգում եմ, ես զգացի, ես տեսա, ես տեսնում եմ։ Եվ ամեն անգամ հիմա իմ կյանքում որոշում ունեմ, երբ կլսեմ այդպիսի արտահայտություն, մի անգամից պետք է բացեմ Աստվածաշունչը, ասեմ, բեր միասին այստեղ տեսնենք։ Առաջինը եկ այստեղ տեսնենք ինչ-որ բան։ Աստվածաշնչում մեծագույն առաքյալը, Պողոս առաքյալը, որ իր ամբողջ կյանքի ընթացքում ֆիզիկապես երբեք չէր քայլել Հիսուսի հետ, ինչպես մյուս առաքյալները, բայց իր ամբողջ կյանքում այնպիսի խորը ճանաչողություն ուներ Քրիստոսին, որ աշակերտները, առաքյալները իրենք էին զարմանում այս մարդու վրա, որ իր ամբողջ կյանքում կարծես թե արեց Հիսուսի համար ավելին, քան բոլոր առաքյալները միասին վերցրած, երբ անձնապես առանց որևէ մեկի միջամտության հայտնություն էր առել Տիրոջից, տեսիլք էր առել ուղակի արերեսվելով Քրիստոսի հետ, նրա առջև ծնկի գալով, ոչ մեկ չէր միջնորդել, ոչ մեկ չէր միջամտել, նա անձամբ էր հանդիպել և նա կարող էր համարձակորեն ասել, Տերը ինձ ասեց, և նա այդպես էլ ասում էր, բայց նույնիսկ այս առաքյալը կարիք ունեցավ իր կյանքում ինչ որ մի ժամանակ իր տեսիլքին հաստատություն տալու, հաստատություն ոչ թե որովհետև կասկածում էր, պարզապես հաստատություն երկնքի առաջ Աստծո սահմանած կարգը պահպանելու համար։ Հիմա երբ կարդամ, կհասկանանք, թե միտքը որտեղ էի տանում։ Գաղատացիների թուղթ, առաջին գլուխ, 13-րդ համարից, մի քիչ այսօր Աստվածաշնչից պիտի կարդանք։ Եթե այսօր չեք հասցրել ձեր Աստվածաշունչը կարդաք, սա օգտակար կլինի։ Գաղատացիների առաջին գլուխ 13-րդ խոսքից գրված է. Քանզի դուք իմ վարքը լսել եք, Պողոս առաքյալն է գրում, որ մի ժամանակ հրյաների մեջ էի, որ չափից դուրս հալածում էի Աստծո եկեղեցուն եւ կործանում էի նրան, եւ հրյաների մեջ իմ հասակակիցներից շատերից առաջադեմ էի իմ ազգի մեջ, ավելի նախանձավոր լինելով իմ հայրենական ավանդությունների համար, բայց երբ որ բարեհաճեց Աստված, որ իմ մոր որովայնից ինձ որոշել եւ իր շնորհքով կանչել է, որ իր որդուն ինձանով հայտնի, որ նրան հեթանոսների մեջ ավետարանեմ, այն ժամանակ իսկույն մարմնի ու արյունի հետ խորհուրդ չարեցի։ Եվ ոչ էլ գնացի Երուսաղեմ, նրանց մոտ, որ ինձանից առաջ առաքյալներ էին, այլ գնացի Արաբիա եւ կրկին դարձա Դամասկոս։ Այնուհետև 3 տարի հետո գնացի Երուսաղեմ Պետրոսին տեսնելու եւ 15 օր նրա մոտ եղա։ Եվ առաքյալներից մի ուրիշին չտեսա, բայց միայն Տիրոջ եղբայր Հակոբին։ Բայց ինչ որ ձեզ գրում եմ, ահա Աստծո առաջին, որ սուտ չեմ ասում։ Հետո եկա Սիրիայի եւ Կիլիկիայի կողմերը եւ երեսով անծանոթ էի Հրեաստանի եկեղեցիներին, որ Քրիստոսում էին։ Բայց միայն լսել էին, թե նա, որ մի ժամանակ մեզ հալածում էր, հիմա այն հավատքն է ավետարանում, որ առաջ կործանում էր եւ ինձանով փառավորում էին Աստծուն։ Մեծագույն առաքյալը, որ իր կյանքում ասացինք, որ անձնապես Քրիստոսի հետ հանդիպելուց հետո հայտնություն էր առել ավետարանի, եւ այդ ավետարանը քարոզում էր արդեն 14 տարի։ Բավականին հաջողություն էր ունեցել։ 14 տարի հետո մտածում ենք, եթե կար մեկը, ով կարող էր համարձակ ասել, ես լսել եմ Աստծուց, Աստված ինձ ասաց, ես տեսել եմ, ես կարիք չունեմ հաշվետվության իմ տեսիլքի համար, ես լսել եմ Աստծուց, նա համարձակ կարող էր դա ասել, բայց Գաղատացիների 2-րդ գլուխ առաջին խոսքից գրված է.
Ապա 14 տարի հետո դարձյալ գնացի Երուսաղեմ Բարնաբասի հետ եւ Տիտոսին էլ ինձ հետ առա եւ գնացի հայտնությունով եւ նրանց իմացրի այն ավետարանը, որ քարոզում եմ հեթանոսների մեջ եւ մասնավորապես նրանց, որ կարծված էին մեծ, որ չլինի թե զուր տեղը վազեմ կամ վազած լինեմ, բայց Տիտոսն էլ, որ ինձ հետ էր, հելենացի լինելով չբռնադատվեց թլպատվելու։ Եվ այն ներս պրծած սուրբ եղբայրների պատճառով, որ ներս պրծան մեր ազատությունը լրտեսելու համար, որ Քրիստոս Հիսուսում ունենք, որ մեզ ծառայեցնեն, որոնց մի ժամ էլ ականջ չդրեցինք, հնազանդ լինելու համար, որ ավետարանի ճշմարտությունը ձեզանում հաստատ մնա, բայց այն մեծ կարծվածների համար, թե մի բան լինեն, թե ինչ էին մի ժամանակ, նա ես հոգս չեմ անում, աստվածաչարություն չի անում, որ այն մեծ կարծվածները այնպիսի բան ինձ չիմացրեցին։ Բայց հակառակը, երբ որ տեսան, թե անթլպատության ավետարանը ինձ է վստահված կամ հավատացված, ինչպես Պետրոսին թլպատության ավետարանը, որովհետև նա, որ Պետրոսին հաջողեց թլպատության առաքելությունում, ինձ էլ հաջողեց հեթանոսների մեջ։ Եվ երբ որ իմացան այն շնորհքը, որ ինձ տրված էր, Հակոբոսը և Կեփասը և Հովանեսը, որ սյուներ էին կարծված, ինձ և Բարնաբասին աջ ձեռքը տվեցին հաղորդակցության համար, որ մենք հեթանոսների մեջ լինենք և նրանք թլպատության։ Այս մեծ առաքյալը 14 տարի հետո կարիք ունեցավ գնալու հաշվետվության իր տեսիլքի համար առաքյալների մոտ։ Եվ ասեմ, Պողոս առաքյալի ծառայության ամենակուլմինացիոն շրջանը, ամենահզոր փուլը սկսվում է հենց այս պահից սկսած։ Սա խոնարհության ճանապարհն էր։ Կարիք ուներ Պողոսը հաստատվելու ավետարանի մեջ, որովհետև կասկածում էր իր քարոզած ավետարանին, ոչ։ Նա կասկածում էր, որ իսկ միգուցե Աստված չի տվել։ Նա չէր կասկածում։ Նա վստահ էր իր ավետարանում։ Ինչու գնաց։ Ինչու հաշվետվություն։ Գնաց, որովհետև հենց ինքն է ասում, նրանք, որ սյուներ էին կարծված, նրանք, ովքեր Աստծուց սահմանված կարգի մեջ էին, նա կամեցավ գնալ եւ թողնել օրինակ, որ այո, Աստված կտա քեզ տեսիլք։ Եվ դա իրապես Աստծուց կլինի, բայց կարիք կլինի, որ դու հաշվետու լինես քո տեսիլքի համար, ոչ միայն Աստծուն, այլ նաև այն մարդկանց, ովքեր կարգված են, ովքեր որ հոգ են տանում քեզ համար։ Եթե սա կարիք ունեցավ Պողոս առաքյալը, ուրեմն մենք էլ կարիք ունենք դրա։ Բայց տեսիլքի ճանապարհը դա մենակության ճանապարհ է։ Աստված, երբ արձակում է տեսիլք, դա միայն առաջին հայացքից է շատ ուրախալի մի բան։ Դրանից հետո սկսվում է մի փուլ, որը ոչ մեկին հաճելի չէ։ Դա մենակության, մերժվածության, լքվածության ճանապարհ է։ Քեզ կարող են չհասկանալ, քեզ կարող են մերժել, դու կփորձես քո տեսիլքը իրականացնել, բայց կձախողես։ Եվ միայն այն, որ քո տեսիլքը ընկալելի չէ, բոլորի համար, դա դեռ չի նշանակում, որ տեսիլքը Աստծուց չէ։ Տեսիլքը ունի ոչ միայն ժամանակ, այլ նաև տեղ։ Աստված տեսիլքը չի տալիս անորոշ կերպով, ինչ որ մի ժամանակ, ինչ որ մի տեղում։ Աստված ունի ժամանակ եւ ունի տեղ տեսիլքի համար։ Երբ մենք նայում ենք Հովսեփի կյանքին, մեկը ով իրապես Աստծուց առել էր մի զարմանալի տեսիլք, մի զարմանալի երազ, որ այնքան մեծ էր, որ անգամ չէր կարողանում ընկալել ու միայն իրեն էր տեսնում այդտեղ, չէր կարողանում հասկանալ, թե ինչ պիտի լինի, բայց մի բան հաստատ իրեն դուր էր գալիս, ամեն ինչի կենտրոնում ինքն էր։ Ինչպես կարող ես նաև քննել ու հասկանալ, որ տեսիլքը, որ Աստված է տվել քեզ, իրապես Աստված է տվել։ Նախ այդ տեսիլքը լինում է ավելի մեծ, քան դու ինքդ ես։ Այդ տեսիլքը միշտ լինում է ավելի մեծ, քան դու կարող ես ինքդ իրականացնել։ Տեսիլքը, որը դու կարող ես իրականացնել շատ հանգիստ, դժվար թե դա Աստծուց լինի։
Գիտես, երբ որ այսօր ես առավոտյան արթնացա, ես 2 ժամ առաջ ծոմ չէի պահել, որ ծնկի գայի ու աղոթեի ու հասկանայի, որ կոստյումը հագնեմ։ Ես վերցրեցի, հագա ու Աստված թույլ տվեց։ Դրա համար կարիք չկար։ Բայց կան բաներ, որ Աստված արձակում է մեր կյանքում եւ դրանք այնքան մեծ են, որ երբեմն սարսափեցնում են մեզ։ Մենք նայում ենք ու ասում ենք. «Տեր իմ Աստված, ես չեմ հասկանում ինչ, ես չեմ հասկանում երբ, ես չեմ հասկանում ինչպես։ Ինչպես սա պիտի տեղի ունենա»։ Եվ երբ որ արդեն սկսվում է տեսիլքի իրականացման process-ը, դու հայտնվում ես մի իրավիճակում, որտեղ մնում եք միայն դու եւ Աստված։ Ինչու եք մնում դու եւ Աստված, որպեսզի Աստված աշխատի քո սրտի հետ ու պատրաստի քո սիրտը տեսիլքի վերջնական իրականության համար։ Այդ ընթացքում դու կկրես շատ նեղություններ ու շատ հալածանքներ։ Հնարավոր է ձեզանից ոմանց սրտում Աստված արդեն ինչ-որ տեսիլք դրել է եւ դուք ճանապարհին եք։ Այդ ճանապարհին շատ դժվարություններ են սպասում, բայց այդ ամեն դժվարություններն ու հալածանքները ուղղված են մի բանի, դրանք խոնարհության ճանապարհն են։ Այդ ամենը ոչ թե ուղղված է, որպեսզի դու ձախողվես, ոչ թե Աստված արդեն ծրագրել է քո պարտությունը տեսիլքի մեջ, պարզապես Աստված թույլ է տալիս այդ ամենը, որպեսզի դու խոնարհվես, որպեսզի դու անցնես այդ ճանապարհը, որովհետև տեսիլքի ճանապարհը դա խոնարհության ճանապարհն է։ Գահի ճանապարհը սկսվում է գուբից։ Ինչպես Դերեկ Պրինսն էր ասում, վերևում գտնվելու համար դու պիտի լինես ներքևում։ Վերև տանող ճանապարհը սկսվում է ներքևից։ Երբ մենք գտնվում ենք ներքևում, երբ գտնվում ենք մեր ծնկների վրա, դա ամենաապահով տեղն է, որովհետև դրանից ցածր արդեն չենք կարող գնալ։ Խոնարհության ճանապարհը երբեմն նաև մենակության ճանապարհն է, միայնակության ճանապարհն է։ Ու եթե դու չհանձնես մենակության քննությունը, դժվար թե հասնես տեսիլքին։ Մարդիկ, ովքեր Աստծուց տեսիլք են առնում, երբեմն մենակ մարդիկ են նրանք, եւ ոչ բոլորն են նրանց հասկանում։ Գուցե դու կհայտնվես նույնիսկ այնտեղ, որտեղ բոլորը քեզ դեմ կլինեն։ Ոմանք կչարախոսեն, ոմանք կնախանձեն։ Ինչպես դա տեղի ունեցավ Հովսեփի կյանքում։ Եղբայրները չարախոսում էին նրա մասին, նախանձում էին նրան։ Բայց ինչ տեղի ունեցավ տեսիլքի ավարտին Հովսեփի կյանքում։ Երբ արդեն եղբայրները եկան ու ծնկի եկան Հովսեփի առաջ, դուք նկատում եք, որ եղբայրները չճանաչեցին Հովսեփին։ Որքան պիտի Աստված բարձրացնի մարդուն, որքան պիտի Աստված փոխի տեսիլքի մարդուն, որ անգամ եղբայրները չճանաչեն։ Բայց միայն այն, որ եղբայրները չեն ճանաչում քեզ, դա քեզ չի տալի իրավունք, որ դու էլ չճանաչես նրանց։ Եթե Աստված քեզ բարձրացրել է այնքան, որ եղբայրներն արդեն քեզ չեն ճանաչում, դա դեռ չի նշանակում, որ դա քեզ իրավունք է տալիս չճանաչելու եղբայրներին։ Սա նույնպես տեսիլքի մեջ կարևոր է։ Երբ Աստված տեսիլք է տալիս մարդուն, կա առանձնահատկություն։ Դու այդ տեսիլքի հետ ինչ-որ մի պահ կարծես մենակ ես մնում։ Դու սկսում ես քննել այդ տեսիլքը, դու ուզում ես հասկանալ ինչը իրականացավ, ինչը ոչ, ինչ-որ բան ընդունվեց, ինչ-որ բան չընդունվեց, բայց այսպես թե այնպես դու մենակության մեջ ես հայտնվում։ Ես վստահ եմ, որ դահլիճում կան մարդիկ, ովքեր տեսիլք են ունեցել Աստծուց եւ հիմա էլ տեսիլք ունեն Աստծուց։ Երբևէ եղել է, որ բազմության մեջ ձեզ մենակ եք զգացել։ Երբևէ եղել է, որ անգամ ձեր ընտանիքում մենակ եք ձեզ զգացել։ Ոչ թե որովհետև ձեզ էլ չեն սիրում։ Պարզապես կա մի բան, որ Աստված ձեր սրտում վառել է, եւ դուք չեք կարող բացատրել։ Ինչպես։ Բայց այդ մենակությունը քո եւ Աստծո մեջ է։ Դու այդտեղ մենակ ես, որովհետև գուցե քո շուրջը չկան մարդիկ, բայց դու մենակ չես, որովհետև քո շուրջը Աստված չի։ Հենց այդ պահին է Աստված քեզ հետ։
Դարձյալ պիտի մեջբերեմ Պողոս Առաքյալից, երկրորդ Տիմոթեոս 4 գլուխ 14-րդ խոսքից, իր ամենասիրելի աշակերտին, իր որդուն, իր հոգևոր զավակին, երբ Պողոս Առաքյալը արդեն ներկայացնում է, որ իր ամբողջ ապրած կյանքը որպես մի օրինակ կարող է դառնալ Տիմոթեոսի համար, որպես տեսիլքի մի մարդ, ով իր ամբողջ կյանքում կրեց իր սրտում Աստծուց առած տեսիլքը եւ բաց չթողեց, տեսեք ինչ դաս է տալիս եւ ինչ է ասում իր աշակերտին։ Երկրորդ Տիմոթեոս 4 գլուխ 14-րդ խոսք։ Աղեքսանդրոս դարբինն ինձ շատ չարիք արեց, Տերը նրան հատուցում տա իր գործերի վրա, դու էլ նրանից զգուշացիր, քանի որ նա շատ հակառակվեց մեր խոսքերին։ Եթե դու ունես տեսիլք Աստծուց, կլինեն նաև հակառակվողներ։ Ատյանում առաջին անգամ պատասխանելիս ոչ ոք չկանգնեց իմ կողքը, այլ բոլորը, կարող եք ասել բոլորը թողեցին ինձ, թող չհամարվի սա նրանց, թող չհամարվի սա նրանց։ Առաքյալը վկայում է իր սիրելի աշակերտին, սովորեցնում է տեսիլքի ճանապարհը, որ ես անցել եմ դրանով։ Սա մի ժամանակաշրջան էր, երբ որ արդեն Ներոն կայսրը հալածում էր քրիստոնյաներին, քրիստոնյաները վախի մեջ էին ապրում։ Եվ Պողոս Առաքյալի անունը փորձում էին խայտառակել, Ներոնը այրել էր քաղաքը եւ դա կապել էր քրիստոնյաների հետ, որ քրիստոնյաներն են սա արելիս, քանի որ ժամանակի ամենահայտնի քրիստոնյան Պողոս Առաքյալն էր, ամեն բան կապված էր նրա հետ։ Դրա համար էլ Տիմոթեոսի թղթերում նկատած կլինեք, որ Պողոս Առաքյալն ասում է. «Ամոթ մի համարիր իմ կապանքները»։ Գիտեք ինչու է ասում ամոթ մի համարիր, որովհետև երբ Պողոս Առաքյալի համբավը տարածվել էր որպես հանցագործ, մեկը ով հրահրել է, որ այրեն քաղաքը, Տիմոթեոսը ինչ-որ մի պահի ամաչում էր Պողոսի հետ մտերմությունից, ուզում էր թաքցնել Պողոսի հետ մտերմությունը, դրա համար էլ Պողոս Առաքյալն ասում էր մի ամաչի, և սովորեցնում է իր սիրելի աշակերտին տեսիլքի ճանապարհը, որ կլինի միայնակություն, կգա մի պահ, որ միայնակ կլինես, կգա մի պահ, որ գուցե բոլորը քեզ կթողնեն, և դրանից հետո ինչպես մեր հովիվն էր ասում, ամենալավ բառերից մեկը Աստվածաշնչում, բայց Տերն ինձ մոտ կանգնեց և զորացրեց ինձ, որ ինձանով քարոզությունը հաստատվի և բոլոր հեթանոսները լսեն, և ես ազատվեցի առյուծի բերանից, և կփրկի ինձ Տերն ամեն չար բանից և կազատի ու կհասցնի իր երկնային արքայությունը, որին լինի փառք հավիտյանս հավիտենից, ամեն։ Տիմոթեոսին սովորեցնելով տեսիլքի ճանապարհը Պողոս Առաքյալն ասում է, որ կգա մի պահ, երբ իրապես դու կտեսնես, որ միայն Աստված կկանգնի քո կողքը։ Կգա այդպիսի ժամանակ, բայց սա ոչ թե քեզ իրավունք է տալիս ատելու են մարդկանց, ովքեր չկանգնեցին քո կողքը, ոչ թե իրավունք է տալիս հակառակվելու են մարդկանց, ովքեր հակառակվեցին քեզ, այլ դու պիտի հասկանաս, որ սա տեսիլքի մի մասն էր, սա քո բնավորության կոփման ճանապարհն էր, սա քո բնավորության պատրաստման ճանապարհն էր։ Տեսիլքը մեզ դարձնում է ավելի սրտացավ, ավելի կամեցող, ավելի սիրող։ Տեսիլքը չի կարող մեզ դարձնել բիրտ, կոպիտ եւ հաշվեհարդար տեսնող։ Պատկերացնում եք Հովսեփին։ Այ հիմա ճանաչում էր եղբայրներին ու այդ պահին հանկարծ մտածեր, այ հիմա ճիշտ ժամանակն է։ Այ հիմա ես կհիշեցնեմ եւ գուբը, այն ինչ մոռացել էր այդ պահին, էդ էլ կհիշեր։ Այդ սովածությունս, այ հիմա 2 օր սոված կմնան, հետո մի հատ եգիպտական գուբի մեջ կգցեմ, մի քանի օր թող մնան, հետո կծախեմ ստրուկ։ Նա հաշվեհարդար չտեսավ, որովհետև տեսիլքը կոփում է մեր բնավորությունը։ Աստված կտա քեզ տեսիլք մեկ ակնթարթում, բայց դրա համար գուցե կպահանջվի 20 տարի, մինչ Աստված կիրականացնի այդ տեսիլքը, որովհետև Աստված չի պատրաստվում իրականացնել տեսիլքը, քանի դեռ չի պատրաստել քեզ։ Տեսիլքն արդեն իրականացված է։ Դու պիտի հասնես այնտեղ, բայց դու կհասնես միայն փոխված բնավորությամբ, պատրաստ այդ տեսիլքի համար։
Շատ տեսիլքի մարդիկ են եղել անհասկացված, չհասկացված, անտեսված, մերժված։ Մենք խոսում էինք Պողոս Առաքյալի մասին։ Արդյոք Պողոս Առաքյալը իր տեսիլքի մեջ միշտ հասկացված, միշտ ընդունված էր։ Մեկ մարդը երևի կրեց ավելի շատ հալածանք, քան բոլոր առաքյալները միասին վերցրած։ Չնայած որ մյուս առաքյալները նույնպես անցան այս ճանապարհը։ Երբեմն Աստված զարմանալի բաներ է դնում մեր սրտում, որը մենք տեսնում ենք, բայց չեն տեսնում ուրիշները, եւ դա մեզ կարող է դարձնել օտարված երբեմն մարդկանցից։ Մեզ կարող են ճիշտ չհասկանալ, կարող են չընկալել, կարող են համարել տարօրինակ։ Այդպիսի մարդկանցից մեկն էր անգլիացի մի բանաստեղծ եւ նկարիչ, որի անունն էր Ուիլյամ Բլեյք։ Ես վերջերս կարդում էի նրա մասին, նրա պատմությունը։ Իր ժամանակակիցները նրան այդպես էլ չհասկացան, այդպես էլ չընդունեցին, չընկալեցին, նրան համարում էին տարօրինակ, ոչ նորմալ մարդ ընդհանրապես, խենթ էին համարում։ Նա ծնվել էր Լոնդոնում, կրոնական ընտանիքում, փոքր հասակից տեսնում էր տեսիլքներ եւ պատմում էր դրանց մասին ուրիշներին։ 9 տարեկան հասակում ասում էր, որ տեսել է դաշտում կանգնած հրեշտակներով ծածկված մի ծառ, պարբերաբար ասում էր, որ տեսնում է հրեշտակներ, մարգարեներ, իսկ երբեմն նույնիսկ Աստծուն։ Առաջին այս ամենը անհանգստացրեց նրա ծնողներին, բայց ծնողները մտածում էին, որ միգուցե սա նրա գեղարվեստական գործերի համար ուղղակի ինչ-որ նյութեր կծառայեն, որ սրան շատ լուրջ պետք չի վերաբերվել։ Բայց այդպես չէին մտածում հասակակիցները, ժամանակակիցները, նրանք մտածում էին, որ սա խելագար է։ Ուիլյամ Բլեյքն ասում էր, որ ամեն բան, ինչ ես տեսնում եմ եւ առնում եմ, սա հայտնություն է Աստծուց, ոչ թե իմ երևակայությունը, ես տեսնում եմ, եւ այդ ամենը նա նկարագրում էր իր բանաստեղծությունների եւ իր նկարների մեջ, այն ամենը, ինչ տեսնում էր, բայց նրան համարում էին խենթ։ Եվ ինչն է զարմանալին, որ այս մարդու պոեզիան ու նկարչությունը ժամանակի ընթացքում մատնվեց մոռացության։ Եվ միայն նրա մահից 10 ամյակներ անց անգլիական հասարակությունը Ուիլյամ Բլեյքին դասեց Անգլիայի ամենանշանավոր բանաստեղծների շարքին։ Նրան անգամ համարում են անգլիական ռոմանտիզմի հիմնադիրը։ Մեկին ում անտեսված էին, անտեսել էին, մեկին ում չէին հասկանում, մեկին ում մերժում էին։ Եվ սա մի ճանապարհ էր, որ նա պիտի անցներ։ Եվ այդ ճանապարհը նա նկարագրում է իր հայտնի Միլտոն պոեմում մի փոքրիկ քառատողում, որը հայտնում է այդ բանաստեղծի միայնության ու չհասկացվածության պատճառը։ Քառատողը այսպես է հնչում. Ես տեսա հավերժության դարպասները բացված, մեկը լույսով ու կրակով իջավ։ Նա մտավ իմ մեջ, ինչպես կայծակը հողի մեջ։ Ես մենակ մնացի նրա ձայնի ու նրա շողքի հետ։ Երբ Աստված վառում է տեսիլքը մեր սրտում, շատ հաճախ մենք մնում ենք միայնակ այդ վառված տեսիլքի հետ։ Բայց երբ մենք անցնում ենք ճանապարհը, երբ մենք անցնում ենք խոնարհության ճանապարհը եւ թույլ ենք տալիս Աստծուն կերտելու մեր բնավորությունը, երբ մենք հասունությանը դեմ չենք գնում, չենք փորձում խուսափել հասունությունից, չենք փորձում խուսափել այդ ճանապարհից, օրերից մի օր Աստված այդ ջահը, որ վառել էր մեր սրտում, վառում է նաեւ ուրիշների համար։ Աստված քեզ է դարձնում ջահ ուրիշներին լուսավորելու համար, այն պահից սկսած, երբ դու պատրաստ ես։ Եվ իհարկե, ով կարող էր ավելի լավ հասկանալ տեսիլքի ճանապարհը եւ ով է անցել ավելի կատարյալ տեսիլքի ճանապարհ, քան մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Նա մեկներով տեսիլք առավ Աստծուց, նա մեկներով գիտեր ճանապարհը, եւ նույնիսկ Հիսուսը կարիք ունեցավ 40 օր անցկացնել անապատում, փորձվելով սատանայից։ Հիսուսն իր երկրային ծառայության ընթացքում բոլոր տեղերում չէր, որ ընդունված էր, հասկացված էր, բայց նա բաց չթողեց իր տեսիլքը։ Բոլորը չէին, որ կարողացան ընկալել Հիսուսի տեսիլքը։ Նույնիսկ նրա ընտանիքի անդամները հիշում եք, որ ծաղրում էին ու ասում էին խելագար է։
Այդ ամենը տեղի ունեցավ, բայց մեր Տերը բաց չթողեց այդ տեսիլքը։ Այդ տեսիլքի կուլմինացիան այն պահը, երբ այդ հիասթափության, այդ մերժվածության, դառնության, այդ ցավի, այդ տառապանքի, այդ փորձության ու հալածանքի կիզակետում Մարկոսի ավետարան 15-րդ գլխի 34-րդ խոսքում նա ասում էր. Աստված իմ, Աստված իմ, ինչու թողեցիր ինձ։ Սրանք այն խոսքերն էին, որ դուրս եկան Տեր Հիսուսի սրտից։ Գիտեք, սա վերջին կետն էր տեսիլքի։ Սա վերջին կետն էր։ Դրանից հետո այլևս չկար ինչ-որ բան, որ նա պիտի անցներ։ Դրանից հետո արդեն պիտի գար փառքով հայտնվելու։ Դրանից հետո Տեր Հիսուսը խաչի վրա պիտի մահանար ու պիտի տեսիլքը իրականացվեր։ Բայց ասում է Աստված իմ, Աստված իմ, ինչու թողեցիր ինձ։ Ես հավատում եմ, որ այ սրա պատճառով է, որ հիմա, ինչպես որ Հովհաննեսի ավետարանում է ասվում, ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։ Եվ հիմա սրա պատճառով է, որ Աստված մեզ այլևս չի թողում։ Տեսիլքի ժամանակ քեզ կարող են թողնել բոլորը, բայց ոչ Աստված։ Որպես անհատ, որպես եկեղեցի, տեսիլքի ժամանակ մենք կարող ենք հայտնվել դժվարությունների մեջ։ Եկեղեցին կարող է անցնել մենակությունով։ Ուրիշները կարող են մերժել, ուրիշները կարող են չընդունել, չընկալել, բայց կարևոր է չչարանալ նրանց հանդեպ, ովքեր չեն ընկալում, որովհետև Աստված պատրաստում է մեզ հենց նրանց համար, ովքեր այսօր հալածում են մեզ, ովքեր մերժում են մեզ, ովքեր չեն հասկանում մեզ։ Այն մենակությունը, որ Տեր Հիսուսը վերապրեց, դա տեսիլքի վերջը չէր, այլ այդ տեսիլքի սկիզբը։ Ու հենց այս մենակության արդյունքում Հովհաննեսի ավետարանում Հիսուսը պիտի ասեր, Հովհաննեսը պիտի ասեր, Հովհաննեսի 3:16-ում, եւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հիշում եք Հովսեփի խոսքերը։ Աստված ինձ ձեզանից առաջ ուղարկեց, որպեսզի սերունդ պահի։ Սա Աստված արեց ձեզ համար, ոչ թե իմ համար, ձեզ համար, ասում էր Հովսեփը։ Ինչու համար Հիսուսը անցավ այս ճանապարհը։ Ինչու համար Հիսուսը կարիք ուներ այս տեսիլքը կրել մինչև վերջ, խաչի վրա։ Առաջին հերթին իմ եւ քո փրկության համար, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք ու չկորչենք։ Եվ երկրորդ Տեր Հիսուսը թողեց օրինակ մեզ, որ երբ Աստված տեսիլք է դնում քո սրտում, դու պիտի պահես այն մինչև վերջ։ Այդ ճանապարհին ոչ թե քարկոծելով նրանց, ովքեր հակառակվում են, այլ սիրելով, ներելով, որովհետև սա է տեսիլքի մարդու ճանապարհը։ Սա է տեսիլքի ուղին, սա է գուբից դեպի գահը։ Աստված հանում է գուբից ինչ-որ մեկին եւ դնում է գահի վրա դնում է ոչ թե քեզ համար, որ դու քեզ լավ զգաս գահի վրա դնում է ծառայելու համար, ուրիշներին ծառայելու, ուրիշներին գուբից հանելու։ Սա է տեսիլքի ճանապարհը։ Որպես անհատ, որպես հավատացյալ, մենք կարիք ունենք տեսիլքի, որպես եկեղեցի, առավել ևս կարիք ունենք տեսիլքի։ 2026 թվականն է շուտով գալիս։ Մենք կարիք ունենք տեսիլքի։ Մենք կարիք ունենք իմանալու, ինչ ա Տերը ուզում, ինչ ա Տերը սպասում մեզ գալիք 2026 թվականին։ Ինչ պիտի մենք անենք։ Եվ պիտի հիշենք, որ երբ Աստված այդ տեսիլքը կարձակի մեր սրտում, պիտի հիշենք, որ կա ընթացք, որը պիտի անցնենք, կա ճանապարհ, որը պիտի անցնենք։ Որքան մեծ է եկեղեցու տեսիլքը, այնքան դժվար է ճանապարհը։ Որքան ուշադրություն, ես չասեցի, որքան մեծ է եկեղեցին։ Որքան մեծ է եկեղեցու տեսիլքը։ Դուք կհանդիպեք 50 հոգանոց եկեղեցի, որ ունի 50,000-ի տեսիլք, եւ դուք կհանդիպեք 50,000-անոց եկեղեցի, որը 5 հոգու տեսիլք չունի։
Եկեղեցու մեծությունը չի որոշում եկեղեցու տեսիլքի չափը։ Եկեղեցու տեսիլքը որոշում է եկեղեցու պատրաստվածությունը դրա համար։ Եկեղեցու սիրտը դրա համար։ Ես վստահ եմ, որ այս եկեղեցին պատրաստ է Տիրոջից առնելու տեսիլք 2026 թվականի համար։